Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV եթերում ռևյուն է։ Տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաքվե միավորման անդամ, էներգետիկ եւ միջազգային հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանին։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունել։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Հիմնական հարցը եւ առաջնահերթ հարցը կուզեի իհարկե հարցնել տարածաշրջանային գործընթացների եւ էներգետիկ, այսպես ասած, տրանսպորտային այդ նախագծերի մասին, որոնք այդքան շատ են քննարկվում։ Ադրբեջանի տարածքով ռուսական եւ ղազախական ցորենի տարանցումից հետո հիմա էլ քննարկում է ադրբեջանական նավթի ու նավթամթերքի ներկրումը, որի մասին հայտարարեց Ալիևի օգնականը Հիկմետ Հաջիևը եւ հաստատել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։ Ըստ ձեզ նպատակը ո՞րն է ընդհանրապես։ Նախ սա ինչ սպառնալիքներ է իրենից ներկայացնում Հայաստանի էներգետիկ անվտանգության համար եւ հնարավոր է որ նպատակը Հայաստանը այսպես ասած կախվածության մեջ տնելն է էներգետիկ եւ այլ առումներով երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանից։ Նայեք, խնդիրը նրանում է, որ Հայաստանի նկատմամբ կան սպառնալիքների որոշակի ցանկ, որոնք կամաց մեջտեղ են գալիս, եւ դրանցից մեկը Հայաստանի էներգետիկ անկախության զրկումն է, իսկ էներգետիկ կախվածության մեծացումն է Թուրքիայից եւ Ադրբեջանից, որը չգիտես ինչու Եվրոպան կոչում է նոր հայկական էներգետիկ անկախության համակարգ եւ նույնիսկ պատրաստ է նշում են մինչեւ $500 միլիոն տալ։ Իդեպ այդ պայմանավորվածությունը, որի մասին ասեցիք, նավթ Հայաստան ուղարկել, այդտեղ է եւս երկրորդ կետ, որի մասին քիչ են խոսում, բայց սա այն է, որ հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանին հնարավորություն տալ գալ եւ վերահսկել Սոտքի հանքավայրը։ Իսկ համատեղ հանձնաժողով է ստեղծում Սոտքի հանքավայրի, որի մասին քիչ են խոսում, բայց ուզում եմ հենց ձեր ոնց ասում են էֆիրում առաջին անգամ դրա մասին ասեմ։ Ինչը իր մեջ նույնպես շատ մեծ վտանգ է պարունակում, որովհետև Սոտքի հանքավայրի առանց դրա էլ երբ որ Ադրբեջանը եկի հասել մեծ մի մասը անցել են անց կողմ Սոտքի վերամշակման գործն այլևս չի աշխատում, միայն հանքավայրն է աշխատում։ Հիմա իրանք հայկական կողմը համաձայնել է թույլ տալ Ադրբեջանին գալ եւ որոշակի հանձնաժողովով իբր թե այր հետ միասին վերահսկողություն կամ վերստուգում կազմակերպել։ Այսինքն, այս խնդիրները, որոնք դնում են, որոնք իբր թե կոչում են Հայաստանի անկախացման կամ նոր հնարավորություն եւ այլն, իրականում Հայաստանի ինքնիշխանության զրկման որոշակի քաղաքական գործընթաց է։ Հիմա ինչ վերաբերում է նավթին, նայեք, ինքը Ադրբեջանը վերջին 10-15 տարիների ընթացքում նավթի արդյունահանման անկման մեջ է գտնվում եւ անկումը կազմում է հսկայական մոտավորապես 40%, այսինքն այս պահին ինքը 40%-ով ավելի պակաս նավթ է արդյունահանում, քան 15 տարի առաջ էր։ Ու բացի դրանից ինքը երկարատև կնքված պայմանագրեր Թուրքիայի հետ, իր նավթի խոշորագույն սպառողները Իսրայելը եւ Իտալիան են։ Հետևաբար ասել որ Ադրբեջանը ունի նավթ կամ նավթամթերք, որտեղ իրականում խոսքը գնում է նավթամթերքի մասին, Հայաստան ուղարկելու կամ առաքելու համար չկա այդ նավթամթերքը, բայց ինչ որ պահին կարող է էլի, չգիտեմ, 2 վագոն կամ 2 ցիստեռն, չգիտեմ, դիզվառելիք ուղարկի Հայաստան ցույց տալու համար, ասենց մեկ անգամյա PR ակցիա կազմակերպել այսօրվա իշխանությունների խնդրանքով։ Այսինքն խնդիրը ավելի շատ այստեղ PR ակցիային է ուղղված, ցույց տալու համար իբր թե իրենց այսպես կոչված կես խաղաղության գործընթացը առաջ է գնում, քան թե Հայաստան ինչ որ նավթամթերք գալու մասին, որտեղ Հայաստանը սա էլ շեշտեմ, որ իր նավթամթերքը հիմնականում ստանում է ԵԱՏՄ երկրներից եւ որոշակիորեն քվոտավորված է։ Այդ քվոտաների հաշվին մենք կարողանում ենք միջազգային գներից համեմատաբար էժան նավթ եւ հիմնականում նավթամթերք ներմուծել Հայաստան։ Գիտեք, որ շատ այսպես նորաձև է վերջին տարիների ընթացքում դարձել Ռուսաստանից կախվածություն նվազեցնելու այդ հարցը եւ թվում է թե իսկապես օբյեկտիվ է, բայց այդ ինքնիշխանության եւ անկախության շահարկման հարցը այսքան պարզունակ կարող է լինել, այսինքն երբ խոսում են ինքնիշխանությունից եւ անկախությունից միայն Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու մասին է, բայց կարելի է ասենք Հայաստանը դնել Թուրքիայից կախվածության մեջ կամ Եվրամիությունից կախվածության մեջ, ահա այս երևույթի մասին կուզեմ սրա վրա նաեւ շեշտը դնենք։ Նայեք, ճիշտ եք նկատում պարզունակության մասին։ Նախ ցանկացած քարոզչության հիմքում այս պարզունակությունը։ Իսկ մտքերը նաշեն պրիմիտիվ լինեն, որ հասկանալի լինեն բոլորին եւ դա թվում է թե աշխատում է։ Բայց իրականության մեջ մենք շատ խորքային կախվածության մեջ ենք հայտնվելու Թուրքիայից եւ Ադրբեջանից, որոնք անկեղծ են, մեզ թշնամի պետություններ են, այլ բարձր դժվար է օգտագործել, բայց նաեւ մենք կախվածության մեջ ենք
հայտում այլ երկրներից, օրինակի համար վերջերս ամենասիրած sense քարոզչական նարատիվը նա որ մենք իբր թե ավելի շատ ենք արևային էներգիայով 3 անգամ ավելի շատ ենք էներգիա արտադրում, քան սա ատոմակայանն է։ Թվում է թե լավ բան է, ինչ վատ արևային էներգիան զարգացնենք եւ այլն։ Բայց նախ սա կա մի քանի դառը փորձ, նախ Եվրամիությունը, որը տենց արևային էներգիայի կամ քամու էներգիայի մեծ երկրպագու է, վերջին տարիներին կանգնացրել է նմանատիպ լայնածավալ ծրագրերը, որտեղ բառացիորեն 2 ամիս առաջ Իսպանիայում տեղի ունեցա blackout եւ Իսպանիան ամբողջ Իսպանիան 3 օր շարունակ չուներ լույս։ Եվ դրա պատճառն է, որ իրանք ամբողջովին անցել էին արևային կայաններով աշխատանքի։ Իսկ դա ոչ կայուն էներգետիկա է, իրենց 3 օր պահանջեց, մինչև իրենց ատոմակայանները միացրեցին եւ նոր էլեկտրաէներգիա ստացան։ Այսինքն սա կա անկայունության բավական լուրջ խնդիր եւ հետաբար երբ որ դու անցնում ես արևային կամ քամու էներգիային, դու ստանում ես կայուն էներգետիկայի փոխարեն անկայուն եւ բավական ռիսկային էներգետիկա, սա մեկ։ Երկրորդ ամենամեծագույն խնդրեմը սա այդ ամբողջ օրինակ այդ արևային պանելները մենք բերում ենք Չինաստանից, ոչ մենք ամբողջ աշխարհը Չինաստանը դա մոնոպոլիա ունի։ Հետաբար դու անմիջապես հայտնում ես կախվածության մեջ արդեն չինական ուղղությունից, որտեղ արևային պանելները իրանք շատ արագ փչացող են, անընդհատ դրանք պետք է ներմուծել, անընդհատ պետք է դրանք փոխարինել, դրանք մաշվում են, ջարդվում են, փչանում են եւ այլն, եւ պլյուս իրանք նաեւ խնդիր, մեկ այլ խնդիր կա, դրանք շատ տոքսիկ մատերիալներից պատրաստված համակարգեր են եւ դրա ուտիլիզացման էլ խնդրեմ կա։ Այսինքն սա բազմաթիվ խնդիրներ կա, երբ դու փորձում ես ասում ես եկեք այս հարցը լուծենք, իբր թե կախվածությունից վերացենք, միաժամանակ կարող հայտնվես մի շարք ուղղություններ, սիվազս էլեկտրաէներգիան ներմուծել Թուրքիայից, արևային պանելներ Չինաստանից, կախվածության մեջ ես հայտնում տարբեր այլ երկրներից, ու դրա անունը դնում ես իբր թե անկախություն, իբր թե ռուսական համակարգերից մենք նվազեցրեցինք մեր կախվածությունը։ Իսկ Ռուսաստանից էներգետիկ առումով կախվածություն թույլատնելու խնդիրն ընդհանրապես ունի ձեզ Հայաստանում։ Նայեք, այստեղ կա երրորդ մոլորությունը, որ մարդիկ գտնում են, որ իբր թե գոյություն է էներգետիկ անկախություն հասկացողություն։ Սա տենց բան չկա աշխարհում ընդհանրապես։ Որտեղ օրինակի համար վերցնենք Սաուդյան Արաբիան, որը ինքնաբավ պետություն է նավթի արդյունահանման առումով աշխարհի ամենահարուստ պետություններից։ Բայց Սաուդյան Արաբիան խորքային կախվածություն ունի նավթի արտաքին շուկան հետ։ Եթե ինքը իր նավթը չարտահանի, ինքը ուղղակի այդ պետությունը կմեռնի, որտեղ իր ամբողջ եկամուտը գալիս է նավթից։ Նույնն էլ ասենք թե մեր թշնամի պետությունը Ադրբեջանը, երբ որ նավթի արդյունահանումը կանգնի, այդ պետությունը ուղղակի կդադարի գոյություն ունենալ, որտեղ իր արտահանման 95%-ը նավթ ու նավթամթերքն են, այլ բան չունի։ Հետևաբար նման պետությունը մեկը կախված է արտաքին ներմուծումից, մյուսն էլ նման պետությունը կախվածության մեջ են արտահանման գործընթացի եւ արտաքին շուկան հետ։ Այսինքն սա փոխադարձ կախվածություն է իրականության մեջ։ Դա համար էներգետիկ անկախություն հասկացողություն ինքը որոշակի միֆ է, որը քարոզչական մեքենան շարունակաբար տարբեր երկրներում աշխատում է եւ փորձում է համոզել։ Այլ բանը, որ ասենք թե կան երկրներ, որոնք իրենց ելներով իրենց ազգային անվտանգության խնդիրներից այս կամ այն երկրներից դադարում են որոշակի էներգետիկ համակարգեր ներմուծել։ Օրինակհամար Բալթյան պետությունը դադարել են էլեկտրաէներգիայի եւ գազ ներմուծել Ռուսաստանից, ելնելով զուտ իրենց ազգային անվտանգության խնդիրներից։ Սա իրենց օրակարգն է եւ իրենց ոնց ասում են իրավունքն է, իրենք տենց են տեսնում։ Սա նորմալ է իրենց համար։ Բայց դրա փոխարեն հիմա կախվածության մեջ են Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից, այսինքն մի կախվածությունը փոխարինում են այլ կախվածությամբ։ Հիմա խնդիրը մեր մոտ է, մեզ ումից է պետք կախվածության մեջ են, կախվածության բառը ճակերտներով օգտագործում Ռուսաստանից թե Թուրքիայից։ Թող անում եք ինքը ընտրել Ռուսաստանից թե Ադրբեջանից։ Այսինքն չի կարելի կեղծ կախվածություն ասելով քարոզչության ավանդակ Հայաստանը տանել իր ինքնիշխանության ել ավելի նվազեցման ճանապարհով։ Իսկ Ադրբեջանի հետ այս տնտեսական շփումների ակտիվացման նպատակը ո՞րն է ձեզ, այսինքն տնտեսական հարաբերությունների միջոցով կարգավորել քաղաքական եւ հասարակական հարաբերությունները։ Նայեք, եկեք երկու բան հստակ հասկանանք, որ եթե դուք հետևեք ադրբեջանական նարատիվներին, բառացիորեն երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահն ասաց, որ Հայաստանը թշնամի պետություն է։ Եվ ասաց, որ Հայաստանը ինչ որ օտար գոյակցություն է Հարավային Կովկասում, սա իր բառերն են։ Հետևաբար ինչ հարաբերությունների մասին է խոսքը գնում։ Եթե մենք օտար գոյակցություն ենք, սա ադրբեջանական ռոպագանդա է։ Սա էլ շատ վտանգավոր գործընթաց է։ Նայեք, նավթի ներմուծման ամենամեծ վտանգը բարոյական կայանում են անում,
որ Ադրբեջանը, որ ես նշեցի, արտանման 95%-ը նավթ է եւ նավթամթերքն է, այդ ամբողջ այդ դրա եկամուտի առույցի բաժինը գնում է ռազմական բյուջեն ֆինանսավորելու։ Հետևաբար ցանկացած մեկը որ Հայաստանում սկսի նավթ եւ նավթամթերք գնել Ադրբեջանից, փաստորեն ինքը ֆինանսավորելու է Ադրբեջանի ռազմական բյուջեն, եւ հետևաբար այն տղաները, այն կրակոցները, որ պարբերաբար լինում են սահմանի եւ այն զոհերը, որ մենք ունենում ենք սահման, տվյալ դեպքում կլինեն հայկական այն ընկերությունների խղճի վրա նաեւ, ովքեր կգնեն այդ նավթն ու նավթամթերքը Ադրբեջանից։ Սա ես ուզում բոլորի համար հստակ լինի։ Այսինքն եթե դու գնում ես նավթ Ադրբեջանից, դու փաստացի ֆինանսավորում ես նրա ռազմական բյուջեն եւ նրա ռազմական ամբողջ գնումները։ Սա էլ նշենք, որ օրինակի համար Ադրբեջանը հաջորդ տարվա համար իր ռազմական բյուջեն միայն մեծացնում են, դեպքում որ մենք ընդհակառակը նվազեցնում ենք։ Այսինքն նպաստում է նաև այդ բյուջեի մեծացմանը։ Եվ ինչու է ըստ Ադրբեջանը ավելացնում իր ռազմական ծախսերը, նորագույն զենքեր գնում, այդ թվում նորագույն գործանիչներ Պակիստանից եւ այլ երկրներից, եթե խաղաղության դարաշրջան է եկել։ Ավելին ասեմ, վերջին միայն այս տարվա ընթացքում նրանք 10-ից ավելի ռազմական զորավարժություններ են իրականացրել տարբեր երկրներից, եւ որ Հայաստանը ընդամենը մի հատ է արել, այն է շտաբային զորավարժություն ՆԱՏՕ-ի համակարգով։ Որտեղ Ադրբեջանը շատ հստակ հասկանում են, որ խաղաղությունը որոշակի միֆ է, սա խաղաղության այս ռոպագանդան պետք է Հայաստանում գործող քաղաքական ռեժիմին, որպեսզի նա վերարտադրվի եւ դրա համար նրանք որոշակի լռություն են պահում, բայց միաժամանակ գնալով նրանց պահանջները ել ավելի են մեծանալու։ Այն խնդիրները, որոնք դրված է Հայաստանի, այն պահանջները, որոնք դրված է Հայաստանի առաջ Ադրբեջանի կողմից, չգիտեմ, անկախության հռչակագրից հրաժարումը, դա 300,000 ադրբեջանցիների մուտքի եւ այլն, սա միայն ավելանալու են, այսինքն իրենք արդեն խոսում են մսկիթների կառուցման մասին Հայաստանի տարածքում։ Դե պաշտոնապես հերքեցին, բայց թուրքական լրատվամիջոցներում են այդպիսի տեղեկություններ։ Նայեք, ես ասեմ, օրինակ թուրքական փորձագիտական շրջանակներ շարունակաբար խոսում են մի շարք խնդիրների մասին, օրինակ համար հարց են բարձրացնում Կարսի պայմանագրի վերանայման մասին, որը նույնպես շատ վտանգավոր է, որովհետեւ իրանք գտնում են, որ Կարսի պայմանագրի Հայաստանն են անցել որոշակի տարածքներ, որոնք պետք է հետ վերցնեն։ Առանց այդ էլ ի վնաս Հայաստանի էր, բայց Կարսի պայմանագրը։ Բայց իրանք գտնում են, որ սա ի վնաս իրենց է եղել։ Խնդիրը այնը իրանք նայում են ովքեր են Հայաստանում իշխանության եւ հասկանում են, ինչքան պահանջներ դնեն, այդքան այդ պահանջները կատարվելու են։ Ասեմ դες, խոսքը տվյալ դեպքում երկու սահմանային գծի փոփոխման մասին ենք բարձրացնում։ Ներկայումս միայն փորձագիտական մակարդակով, բայց ես համոզված եմ, եթե սրանք շարունակեն մնալ իշխանության, վաղ իրանք դնելու են ռեալ այդ խնդիրները հողի վրա։ Մասնապես իրանք պահանջում են Ամասիայի վերադարձը, այդ դեռ պաշտոնապես չի ձևակերպված, որովհետեւ Ամասիան ինքը եղել է Կարսի նահանգի մի մասը։ Հետագայում այդ երբ որ սահմանային գիծը վերանայում են, այն տրվել է Հայաստանին։ Եվ ապա պահանջում են Նախիջևան Հայաստան սահմանային վերանայում, ելի հօգուտ Նախիջևանի։ Այսինքն սա դեռևս փորձագիտական, տարբեր մասնագիտական շրջանակներ են քննարկում, բայց նորից եմ գրում, իրանք անընդհատ նորանոր պահանջներ են դրում։ Ոնցից մեկը արդեն նշեցի, դա Սոտքի հանքավայրի նկատմամբ վերահսկողության հաստատում։ Սա նույնպես էլ ոչ մի կերպ մեր ինքնիշխանությանը չի նպաստում։ Ու նմանատիպ պահանջներ, էկոլոգիական պահանջներ, մասնապես իրանք պարբերաբար բարձրացնում են ատոմակայանի փակման պահանջը, պարբերաբար բարձրացնում են, իրանք պահանջում են նաև որ իբրե Արաքս գետը, որը գնում է Հայաստանից, հասնում է եւ միշտ գիտեք գաղտնիք չէ, Հայաստանից բոլոր գետերը գնում են դեպի Ադրբեջան, ցավոք սրտի։ Եվ իրանք անընդհատ պահանջում են, որպեսզի այդ գետերի նկատմամբ իրենց վերահսկողություն ունի, քանի որ այդ գետերը աղտոտվում են, կամ Հայաստանը պետք է դրա համար իրենց վճարի, որտեղ այդ գետերը աղտոտված են հասնում իրենց։ Այսինքն նմանատիպ պահանջներ անընդհատ մենք անընդհատ նորանոր պահանջներ ենք տեսնելու։ Եվ սա ոչ մի կերպ ոչ նպաստում են ինքնիշխանության բարձրացմանը, բայց դրա փոխարեն ասենք թե գործող ռեժիմը փորձում է սա ներկայացնել այս ռոպագանդան, ասենք թե նավթ բերեցինք, սկսեցինք առևտուր անել եւ այլն, այն պայմաններով որ մեր գերիները գտնվում են հենց հիմա Բաքվի բանտում եւ ոչ մի տեղ ոչ մի անգամ խոսք չկա այդ գերիների գոնե հետ վերադարձի մասին։ Եվ եթե ինչ եք կարծում երկարաժամկետ հեռանկարում որն է Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հաշվի առնելով Ալիևի ձեր հիշատակած ելույթները, այդ թվում ՄԱԿ-ում եւ նրա ելույթը Գիտությունների ազգային ակադեմիայում, որը կարելի էր այսպես պայմանականորեն ձևակերպել Հայաստան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով վերադառնալու մասին։ Երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում։ Նայեք, երկարաժամկետ իրանց հեռանկարային քաղաքականությունը մեկն է՝ Հայաստան պետության ոչնչացումը։ Սա է երկարաժամկետ իրենց հեռանկարը։
եւ Հայաստան պետության ոչնչացում իրենց պետք է որպեսզի այն սպառնալիքները ըստ իրենց պատկերացան, որ գալիս են Հայաստանից, այլևս չլինի։ Դե իշենք ես մի բան էլի Ոմն Փաշազադե Բաքվից հայտարարում էր, որ Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի համար, որ հետո անմիջապես սկսում է հարձակումները Հայաստանի վրա, իսկ այս սպառությունը, որ գործող քաղաքական ռեժիմը Հայաստանում ինչ որ դրանը կապած շներ ելն է, որոնց բաց են թողել եւ իրանք հարձակվել են եկեղեցու վրա։ Հիմա այս ամոթալի իրավիճակը, որ Հայաստանի ներքին օրակարգը նույնիսկ Բաքվից է թելադրում, մեկ պահանջում են, չգիտեմ, եկեղեցու վրա հարձակում, հետո պահանջում են ուղիների տրամադրում եւ այսպես կոչված այդ թրիփը, որը կարելի է ուղղակի ասել, որպես պատերազմի ուղի սպառնալիք է Հայաստանի համար։ Տեսանելի ապագայում իրենց նպատակը հետեւյալն է. Հայաստանը կտրել արտաքին ուղիներից եւ հնարավորինս ներքին անկլավի վերածել։ Այսինքն, որը իրանք ցանկանում են հասնել հետեւյալ կերպ. նախ տավուշում իրենք ցանկանում են այսպես կոչված անկլավների վրա վերահսկողություն հաստատել, ապա դեպի այդ անկլավներ գնացող ճանապարհներ կառուցել։ Անկլավների վրա, եթե այսպես կոչված անկլավների վրա իրանք վերահսկողություն ունեն, ապա մենք կտրվում ենք դեպի Վրաստան գնալու կարճողուց։ Բարձր չէ, ասեն եւ երկաթգիծը եւ բան ուղակի իրենց քթի տակով է անցում, իրենք ցանկացած պայա այն կարող են կանգնեցնել։ Եթե հարավում իրանք Տիգրանաշենն են վերցում, ապա մենք կտրվում ենք դեպի հարավ գնալու հիմնական ուղուց ավելի երկարատև ճանապարհով են գնում։ Եթե ասվածչանի թրիփն էլ է կառուցում, ընդհանրապես մենք կտրվում ենք նաեւ դեպի Իրան մուտքից եւ Հայաստանը վերածվում է ամբողջական մի փոքր անկլավի, որի նկատմամբ իսկ եթե նաեւ շարունակաբար իրանք սկսեն պահանջել նաեւ Ամասիայի վերադարձը եւ այլ, ապա Հայաստանը վերածվում է մի փոքր անկլավի, որի նկատմամբ իրանք կամած առանց պատերազմի, առանց մեկ կրակոցի գալու են վերահսկողություն հաստատել։ Սա է իրենց ծրագիրը հստակ կերպով։ Եվ այս ծրագիրն է, որ այսօրվա քաղաքական ռեժիմը իրականացնում է։ Սա է խնդիրը ցավոք սրտի եւ տարածաշրջանային այս զարգացումները տեղի ունենում նաեւ ավելի գլոբալ աշխարհակաղակական փոփոխությունների պայմաններին, որ մենք տեսնում ենք արևմուտք հիմնականում այս պահին Եվրոպա, Ռուսաստան հակամարտության ֆոնի վրա տեղի ունենում եւ Հայաստանը փոխանակ հնարավորինս չեզոք լինել այս պատերազմում, ցավոք սրտի անդադ ուզում են ներքաշեն, որպեսզի ինքը այդ կռվող կողմերից որևէ մեկի կողմը լինի։ Այն դեպքում, երբ որ պետք է շատ ավելի գրագետ քաղաքականություն վարել եւ ընդհանրապես փորձել հեռու մնալ այդ հակամարտությունից, Ուկրաինայում ընթացող այդ պատերազմից, որտեղ Հայաստանը ոչ մի շահ չունի, միայն կորուստներ կան։ Իսկ ներկա իշխանությունները դուք կարծում եք, որ հակված են սպասարկելու Ադրբեջանի այդ օրակարգը ամեն կերպ կամ կկարողանան եւ որքանով է դա սինխրոնանում ներքաղաքական իրավիճակի հետ, հա, մինչեւ ընտրություններից հետո։ Նայեք, մինչև իրենք ես sense եմ հասկանում, իրենք ունեն որոշակի պայմանավորվածություն, որ մինչև ընտրությունները որոշակի լռություն է լինելու, իրենք հույս ունեն, հիշում եք, նույնիսկ պայմանավորվածությունն է, որ այսպես կոչված թրիփի ուղին չպիտի կոչվի Զանգեզուրի միջանց, բայց Ալևը շարունակաբար այն կոչվում է Զանգեզուրի միջանց, նույնիսկ ՄԱԿ-ի իր ելույթին, որ Հայաստանի նկատմամբ մի շարք մեղադրանքներ հնչեցրեց, չէ, այդ մեղադրանքներից եւ ոչ մեկին պատասխան չեղավ։ Միակ վրթովմունք այսպես կոչված մեր վարչապետի այն էր, որ թե ինչու է դա կոչում Զանգեզուրի միջանց, իսկ միայն դա էր իրեն անհանգստացնում։ Մնացածը, որ այնտեղ կեղծ մեղադրանքներ կա, որ պետք է, չգիտեմ, ցեղասպանություն են կազմակերպել, մշակութային ջարդ են կազմակերպել Արցախում եւ այլն, այդ կեղծ մեղադրանքներին ոչ պատասխան չկա։ Միակ մտահոգությունը թրիփը մի կոչեք Զանգեզուրի միջանցք եւ այլն։ Այսինքն այս ռոպագանդիստական խնդիրն է իրենց խնդիրը։ Հիմա կա որոշակի պայմանավորվածություն, որ մինչև այսպես կոչված իրենց վերարտադրությունը, ինչպես իրենք են պատկերացնում, Ադրբեջանը որոշակիորեն ավելի զուսպ կլինի, չնայած ինչպես տեսնում ենք, այնքան էլ զուսպ չի։ Բայց այդ պայմանավորվածությունը կա ու նպատակն է, որ սրանք վերարտադրվեն, ի տարբերություն Ադրբեջանի թուրքական մամուլը հստակ կերպով տենց է գրում է, որ մեր նպատակն է գործող քաղաքական ռեժիմի վերարտադրությունը։ Այսինքն վերարտադրում, բայց սպառնալիքը նրանում է ցավը, որ եթե Ասվաշյանի դա լինի, ապա Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները ել ավել են մեծանալու, որտեղ իրանք ասել են այն փասը, որ դու վերարտադրվել ես, դու դրանում մեզ է սպարտական։ Քանի մեզ է սպարտական, մեր բոլոր պահանջները պիտի հերթով կատարես։ Իսկ Թուրքիան ինչ-որ լծակներ ունի Հայաստանի ներքին իրավիճակի վրա ազդելու։ Դե ներկա պահին ունի, քանի որ ոնց որ տեսնում ենք գործող
կառավարության պարագլուխը պարբերաբար հանդիպում է, ինչ որ գրքեր են փոխանակում, նկարվում է այդ գրքերը, հետո ասում է որ գրքերը կարդում են ինքը թե կինը, որ այդ գրքերը կարդում են եւ այլն, այսինքն ինչ որ ազդեցության լծակներ ամեն դեպքում կան, որտեվ Թուրքիան հստակ կերպով մի ֆորմուլա է կազմել Հայաստանի հետ իր հարաբերությունում, այդ կոչվում է հետեւյալը. կատարեք Ադրբեջանի բոլոր պահանջները եւ մենք դեր այդ հարաբերությունները կկարգավորենք։ Իսկ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելը անհնար է, որովհետեւ դրանք անընդհատ ավելանալու են։ Այսինքն նենց չի, որ ասենք թե ինքը դրել է 3 պահանջը կկատարվի եւ չի լինի 4-րդը, 5-րդը, 6-րդը։ Այդ պահանջները շարունակաբար աճելու են։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ինչ է տալու Հայաստանին։ Նայեք, սկզբունքորեն որ վերցնենք ես զուտ տեսականով են կապուղիների հետ կապված։ Եթե Հայաստանին, ասենք թե տար հնարավորություն երկաթգծի աշխատանքը Կարս Գյումրի, սա որոշակիորեն մեծ ձեռ կտար։ Որտեվ իսկապես Գյումրիով դուրս գալ, Կարսով դուրս գալ, ասենք թե նույն Սևծովյան նավահանգիստներ, որ այլընտրանք կլներ վրացական փոթին, ասենք թե տրապիզոն դուրս գալ կամ դուրս գալ դեպի Եվրոպա, ինքը որոշակի տնտեսական առավելություն մեծ տալիս է։ Բայց եթե նկատել եք, ընդհանրապես բանակցային սեղանին Կարս Գյումրի երկաթգծի աշխատանքը չկա։ Դրա մասին ընդհանրապես ոչ մեկը չի խոսում։ Իսկ եւ այս պահին գիտեք, կառուցում է Կարսից դեպի Իգդիր, Իգդիրից դեպի Նախիջևան երկաթգիծ, մոտ 3 միլիարդ դոլար ծախսով։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում ու նպատակն է, որ այսպես կոչված թրիպին միանալ։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի ասենք երկաթուղային կամ կապուղային շրջափակումը ել ավելի խորանալու, որովհետև 3 միլիարդ ծախսելու փոխարեն կարելի է ընդամենը մի քանի, չգիտեմ, մի 50-60 միլիոն դրամով բացել Գյումրի-Կարս ճանապարհը։ Դա պատրաստի ճանապարհ է, դա առանձնապես շատ բաներ անել պետք չի։ Թե վերանորոգումից հետո այն կարող աշխատել եւ նույն ճանապարհը կարող գնալ Հայաստանով, Երասխով, Նախիջևանով, Մեղրիով, եթե նպատակներ երթուղիների բացման, եթե նպատակներ տրանսպորտային ուղիների արագացման։ Բայց քանի որ նպատակը դա չէ, նպատակը Հայաստանի տնտեսապես խեղդելն է, ապա պարզ է, որ նրանք կառուցում են Հայաստանը շրջանցող Կարս, Իգդիր, Նախիջևան երթուղին, որը նորից եմ կրկնում Հայաստանի էլ ավելի խեղդելու նպատակ է հետապնդում։ Այսպիսով մենք արձանագրեցինք Ադրբեջանի օրակարգը եւ ծրագիրը հեռահար երկարաժամկետ հեռանկարում եւ որ ներկա ղեկավարությունը պատրաստակամ է այն սպասարկելու, բայց ինչ այլընտրանք է առաջարկում քաղաքական ընդդիմությունը եւ ինչու է հանրությունը եւ քաղաքական դաշտը շարունակում մնալ դիտորդի դերում։ Նայեք, լավ հարց եք տալ, այստեղ ես ամբողջ ընդդիմության անունից ոնց ասեմ չեմ կարող խոսել, որտեղ ընդդիմությունը միասնական չէ, էլի։ Մանավանդ հիմա, երբ որ մենք փաստացի մտել ենք նախընտրական շրջանում, եկեք արձանագրենք, որ գործող ռեժիմը սկսել է այդ նախընտրական այդ կամպանիան արդեն սկսել է իր այսպես կոչված կեղծ պատարակներով, եւ որ իր անձնական օգտագործման պատարակիչներին տանում են եւ կեղծում են ամենուրեք։ Այդ գործընթացն է սկսել նախընտրական։ Հիմա ճիշտ եք ասում, որ որն է այլընտրանքը, սա շատ կարևոր է, սա հարցի պատասխանները պետք է տրվի։ Եվ ինչպես կանխել դա։ Կանխելու մի ձև կա միայն, գործող քաղաքական ռեժիմին հեռացնել իշխանությունից։ Եթե մենք հեռացում ենք իշխանությունից, ապա սա կանխելու թիվ 1 պայմանն է։ Կանխելու թիվ 2 պայմանը դա ներքին համերաշխության ստեղծումն է։ Մեր մեծագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չկա ներքին համերաշխություն։ Եվ գործող քաղաքական ռեժիմը ասել են, որ այսօր մեր հասարակությունը պառակտված է։ Ցանկացած մեկը որ քննադատական խոսք է հնչեցնում, դուք տեսնում եք, իսկույն հարձակվում են ֆեյքերով կամ ոչ ֆեյքերով, սկսում են ջոյ հայոյախոս եւ այլն, այս տոքսիկ մթնոլորտը, որ իրանք ստեղծել են, սա շատ նպաստավոր է իրենց համար, բայց սա շատ վտանգավոր է Հայաստան պետության համար, որտեղ մեր անվտանգության հիմնակարը դա ներքին համերաշխությունը։ Մենք կարող ենք ձեր հետ միասին տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունենալ, դա նորմալ է, բայց գոնե անվտանգության հարցով, երկրի պաշտպանության հարցով մենք պետք է լինենք միասնական։ Այս միասնությունն է, որ այսօր չկա, համար առաջին պայմանը սանց հեռացնելն է իշխանությունից, երկրորդ պայմանը այդ համերաշխության ստեղծելը։ Գոնե մի շարք առանցքային հարցերում, անվտանգության հարցում գոնե մենք պետք է հասնենք այդ ներքին համերաշխության։ Եվ իհարկե պետք է որոշակիորեն հարաբերություններ ստեղծել մեր արտաքին խաղացողների հետ, որովհետև Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական շատ մի տարածաշրջանում, որտեղ դու չես կարող ունենալ լավ հարաբերություններ հենց նույն Եվրամիության հետ։
չունենալ լավ հարաբերություն հենց նույն Ռուսաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մենք իհարկե որոշակի հարաբերություններ պետք է ստեղծենք մեր անմիջական հարևաններ Թուրքիա եւ Ադրբեջանի հետ, սա էլ է շատ կարեւոր բան, ոչ թե գնալ ստորացման ճանապարհով ոնց որ սրանք են, այլ գնալ ընդհակառակը դիրքերի ուժեղացման, արտաքին, ներքին խաղացողների հետ գալով ընդհանուր հայտարարել։ Դրա համար օրինակի համար շատ վտանգավոր մի թեզ էր բառացիոր 2 օր առաջ քաշել գործողական ռեժիմի պարագլուխը, որ եկեք Արցախի վերադարձի հարցը փակենք, հանուն փոխարինելով այսպես կոչված կեղծ արևմտյան Ադրբեջանի խոսույթով։ Իրականության մեջ սա ոչ մի կերպ չի կարելիանում, որովհետև եթե արևմտյան Ադրբեջանի գաղափարը կեղծ է, եւ ինքը հիշենք էլի բառացիորեն մի քանի տարի առաջ կար Արցախը չկար այդ արևմտյան Ադրբեջանը, հիմա իրան բերել են արևմտյան Ադրբեջանի գաղափարը եւ իրանք անդադ կարող նոր գաղափարներ բերեն։ Վերջերս Ոմն Փոշազադե հայտարարեց, չէ՞ որ Էջմիածինն էլ է իբր թե իրենց քաղաքը եւ այլն։ Ես մտա Western Azerbaijan virtual կայքը, որտեղ նշված է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Այսինքն ոչ մի միլիմետր էսյան, ոչ մի միլիմետր էյան։ Սա է խնդիրը եւ Հայաստանը ոչ միայն չպետք է հրաժարվի Արցախի թեմայից, ընդհակառակը մենք պետք է հայտարարենք, որ Արցախը կա մեր օրակարգում եւ փորձենք այն խաղացողներից, որոնք ունեն որոշակի շահեր, նույն Ռուսաստանն, նույն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ եթե ուզում եք իմանալ Եվրամիությունն, հատկապես Միացյալ Նահանգները, փորձել է թեման բաց պահել, որտեղ սա էլ իրենց նկատում ճշմարտ ձև։ Նայեք, իրանք անդադ Հայաստանին ճնշում են ամեն տեսակ կեղծ նարատիվներով։ Արևմտյան Ադրբեջանի նարատիվը 300,000 հայերի իբր թե գալու, իբր թե սա, չգիտեմ, իրենց մշակույթն է եւ մենք ունենալով ռեալ պրոբլեմատիկա հանձինես օրինակ համար Արցախի, հա, երբ որ իրանք խոսում են 300,000-ից, մենք էլ կարող ենք հիշել Բաքվում ապրող, միայն Բաքվում 300,000 հայ էր ապրում։ Միայն Գանձակում, Կիրովաբադում եւ այլն ապրում էր էլ ավելի մեծ թվով հայեր։ Այսինքն փոխանակ մենք էլ այս խնդիրները բարձրացնենք ու փորձենք այս խնդիրներով չեզոքացնել իրենց նարատիվները, մենք ընդհակառակը ռեալ մեր պրոբլեմատիկայից հրաժարվում ենք, եկեք չմոռանանք, էլի Արցախի վերադարձի իրավունքը պաշտպանված է այս պահին միջազգային դատարաններով եւ Հաագայի դատարանը որոշում ունի հստակ կերպով, որ Արցախի հայությունը իրավունք ունի վերադառնալու իր հայրենիք։ Այսինքն սա կարևոր փաստաթուղթ է, որը մենք պետք է օգտագործենք, այլ ոչ թե դրանից հրաժարվենք, Մինսկի խումբը լուծարենք եւ այլն եւ գնանք Ադրբեջանի գծած սցենարով ու ինչը նշանակում է անդադ ստորացման, զիջման եւ Հայաստանի թուլացման ճանապարհ։ Իսկ ընդդիմության կոնսոլիդացիան պարոն Մանվելյան ինչ ձևաչափով է տեսնում։ Ասեմ, ընդդիմության միասնական կոնսոլիդացիան շատ քիչ հավանական է։ Ու երևի ինչ որ առումով նաև ոչ անհրաժեշտ։ Ես ավելի շուտ տենում եմ կոնսոլիդացիա, երբ որ ընդդիմադիր դաշտում կլինի 3-4 խոշոր քաղաքական կոալիցիաներ, որը կարող է լուծել խնդիր, որտեղ մանր կուսակցությունները վրա Էջմիածնի ընտրությունների փորձը, որտեղ Հայաքվեն գիտեք որպես դիտորդ էր մասնակցում, մոտ ամենախոշոր դիտորդական կառույցը մենք էինք 122 դիտորդներ, մենք մի բան հասկացանք, երբ որ դու գնում ես մանր կուսակցություններով, ապա դրա արդյունքը անում է, որ այդ ձայների առնելու մասը փոշայանում է։ Հիմա որպեսզի չխուսափենք այդ ձայների փոշիացումից, ընդդիմությունը պետք է գոնե 3-ից 4-ից խոշոր կոալիցիա ստեղծի, եւ որոնք կհաղթարեն այդ արգելքները, չնայած հիմա սա էլ նշեմ, իրանք օրենսդրական փոփոխություններ արել եւ դաշինքները պետք է 8%-անոց արգելքը հաղթարեն, ինչով փորձում են այդ փոշիացնել էլի ձայները։ Այսինքն պետք է այդ հաշվարկները հստակ կերպով արվի, որ եթե դուք կարողանում եք այդ 8% հաղթարեք 10% եւ ավել հավաքեք, ապա այդ կոալիցիաները պետք է ստեղծվի ամբողջ ինչի համար է պետք տարբեր կոալիցիաներ, սա էլ ասեմ, որովհետեւ ընդդիմադիր զանգվածը չնայած այսօր Հայաստանում շատ ավելի մեծ է, քան թե իշխանամետը, բայց ինքը նաեւ շատ տարբեր է իրենց ճաշակով, իր ցանկություններով, իրենց տեսակներով, շատերը չեն պաշտպանում նախկին նախագահներին, գաղտնիք չի դրա մասին։ Շատերը ցանկանում են նոր քաղաքական ուժեր տեսնել, նոր քաղաքական դեմքեր տեսնել, կան արևմտամետներ շատ խիստ, կան ռուսամետներ շատ խիստ։ Այսինքն պետք է կոպիտ ասած, ասենց ասեմ, այդ ճաշակը պետք է բավարարել, էլի ինչ որ եւ արևմտամետ ուժեր են պետք, եւ ռուսամետներ, եւ տարբեր քաղաքական, բայց խոշոր կոալիցիաներ, որոնք կարողանան այդ ամբողջ, ասենց ասեմ, ընդդիմադիր տրամադրված զանգվածի կարիքները բավարարի։
Օրինակ համար շատ կարևոր է երիտասարդությանը բերել ընտրություններին, որը իր ճնշող մեծամասնությամբ ընդդիմադիր է, բայց ընտրություններին որպես կանոն շատ пассив են մասնակցում։ Օրինակ համար երբ որ Գյումրի հաջողությունից մեկն է, որ երիտասարդությունը եկավ ընտրությունների։ Դա հիմնականում Ռուբեն Մխիթարյանի ֆենոմենն էր, երբ որ կարողացավ այդ ընտրազանգվածի մոբիլիզացիա։ Որտեղ է երիտասարդությունը, ուսանողությունը։ Հիմա տպավորություն է, որ ուսանողություն մենք ընդհանրապես չունենք։ Դե հա, ցավոք սրտի շատ пассив են, բայց նաև մեր սոցհարցումները հայակվեն բարբերաբար սոցհարցումներ են կանցնում, ցույց է տալիս, որ դրանց 90%-ը ընդդիմադիր է, այսինքն 18-ից 35 տարեկան մեջ ընդդիմադիրները կազմում են 90%, դա ֆանտաստիկ արդյունք է, բայց պետք է այդ լինել ընդդիմադիր քիչ է, պետք է համոզել, բերել եւ պետք է նրանց որոշակի առաջարկ ներկայացնել, որովհետեւ իրանք տենան էլի ում են տեսնում որպես ապագայի քաղաքական ուժ, որի հետ կարող են համագործակցել։ Այսինքն ընդդիմությունը պետք է բազմավեկտոր լինի, բայց ոչ էլի շատ, ասենք 10-20, այլ մաքսիմում 4 քաղաքական խոշոր կոալիցիա, որոնք տարբեր ընտրազանգվածներին կբավարարեն, որը եւ հնարավորություն կտա հետագայում որոշակի կոնսոլիդացման եւ միավորման շնորհիվ երկրում նոր քաղաքական նոր կառավարություն ստեղծել։ Իսկ ընտրությունները ո՞ց ձեզ հնարավոր է փոխել իշխանությունը եւ ինչ սցենարներ եք տեսնում 2026-ին կայանալիք խորհրդանական ընտրությունների։ Նայեք, ես համոզված եմ, որ ընտրություններով հնարավոր է։ Սա մենք քանի որ հայակվեն պարբերաբար մասնակցում է դիտորդական առաքելությունը, մենք 4 դիտորդական առաքելություն ենք կատարել վերջին 2-3 տարում Հայաստանում։ Եկել ենք մի համոզում, որ գրագի աշխատանքի շնորհիվ ընտրություններով հնարավոր է գալ իշխանափոխության մեկ եւ հենց այդ ուղղությամբ էլ պետք է աշխատել։ Այսինքն ցանկացած որ փորձում որ ոչինչ հնարավոր չի սրանց իշխանության օրոք եւ այլն, իրանց ջրաղացին ջուր է լցում։ Հակառակը պետք է գնալ կոնսոլիդացման եւ պետք է փորձել առաջ քաշել այն խնդիրները, որոնց մարդկանց մտահոգում է։ Օրինակ, մենք շատ մեծ ուշադրություն ենք տալիս քաղաքական թեմատիկային, բայց շատ քիչ սոցիալական խնդիրներին։ Օրինակ, հայակվեն հիմա սկսել ենք մենք թոշակների բարձրացման ծրագիր եւ ցույց ենք տվել, որ այսօրվա բյուջեով լրիվ հնարավոր է 50%-ով բարձրացնել թոշակները։ Ու սա բավական լայն արձագանք է ստացել, որտեղ նայեք, այն թեմաները, որ մենք այսօր ձեր հետ միասին քննարկում ենք, դրանց մեծ մասը օրակարգ է մտցնում քաղաքական ռեժիմը եւ իր պարագլուխը։ Եվ որ դու մեկ այլ օրակարգով ես հանդես գալիս, իրավիճակը փոխում է։ Այլ ընդդիմության խնդիրն է նաեւ սեփական օրակարգը պարտադրել հասարակությանը եւ լրատվամիջոցներին։ Այսինքն նրանք պետք է լինեն հետաքրքիր, որպեսզի մարդիկ կարողանան դրա շուրջը համախմբվել եւ սկսեն բանալ։ Ես քեմ սոցիալական խնդիրներից խոսում, որովհետև այսօրվա ռեժիմը շատ է սիրում ասել իբր թե իրանք հաջողություններ ունեն, բայց Հայաստանում աղքատության մակարդակը պաշտոնական տվյալների 23% է, բայց իրականում դա 30% է եւ ավելին, այսինքն բավականին բարձր է աղքատությունը, բավականին ցածր են թոշակները, գնաճը շարունակաբար բարձրանում է եւ այլն։ Այս թեմաների մասին է որ ընդդիմությունը պետք է խոսա։ Ինչը շատ կարևոր է բնակության համար, միջին վիճակագրական քաղաքացիության համար, որը վերջ-վերջո առաջին հերթին մտածում է իր ընտանիքի կերակրելու եւ այսինքն որ մարդ ունի հացի խնդիր, նրան դժվար է էլի քաղաքական թեմաներով բերել քո դաշտը։ Հարկավոր է հենց այդ սոցիալական խնդիրներից խոսալ։ Իսկ դրանք շատ են։ Օրինակ ամենամեծագույն խնդիրը այսօր Հայաստանում սա առողջապահական խնդիրներն են։ Հայաստանում շատ թանկ է առողջապահությունը, մեր հարևան Վրաստանում դա 2-3 անգամ էժան է։ Դա համար ստիպված մարդիկ ասենք թե սրտի վիրահատության եւ այլն համար գնում են Վրաստան, փոխանակ մնան Հայաստան, դեղերն են շատ թանկ եւ այլն։ Այսինքն այս մարդիկ ստեղծել են երկում շատ անտանելի իրավիճակ սոցիալական, բայց փոխարենը մարդկանց ուշադրությունը տանում են եկեղեցու շուրջ այս շոուներ կազմակերպելով։ Այսինքն եկեղեցու շուրջ այս վիճակը ինքը ունի քաղաքական, ասենց ասեմ, նպատակարանություն, բացի իրավիճակից շեղելու նպատակ։ Այսինքն նույն ոնց որ ես ասեցի, իրենք տեսեք չեք խոսում, որ սոտքի նկատմամբ շուտով Ադրբեջանի հետ կան համաձայնություն, որ նրանք գան։ Դա մասին չեն խոսում։ Բայց գնում են ինչ-որ կեղծ պատարակների են մասնակցում։ Մի մարդ որ 7.5 տարի իշխանությանը ու երբեք չի եղել եւ ոչինչ պատարակի։ Եվ վերադառնալով տարածաշրջանային ու հատկապես էներգետիկ հարցերին, քանի որ Եվրամիության ընդայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը ամիսներ առաջ հայտարարել էր, որ պատրաստ են ներդրումներ անելու առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում։ Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարելու առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում, առանցքային ենթակառուցվածքային նախագծերում համահունչ խաղաղության խաչմերուկ
նախաձեռնությանն է։ Այսինքն հաստորեն շահերի ինչ որ համընկնում է տեղի ունենում Միջին Ասիա, Ադրբեջան եւ Եվրամիության միջև, իսկ սա ինչքանով է Հայաստանի շահերից բխում կամ ընդհակառակը։ Նայեք, Եվրամիությունը հստակ խնդիր ունի լուծելու իր առաջ, դա հակառուսականությունն է։ Ինքը գաղտնիք չէ, պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ եւ այս խնդիրները լուծելու համար ինքը ինչ որ գումարներ է ծախսում։ Հիմա առաջ է քաշել այսպես կոչված միջին միջանցքի խնդիրը, որը օրինակ ես զբաղվում եմ բավականին մանրամասն եւ կարող եմ ասել, որ միջին միջանցքը սա այլ չաշխատող տարբերակ է, որտեվ միջին միջանցքի կառուցումը ոնց որ Եվրամիությունն է երազում, երբ որ չինական ապրանքները կգան կենտրոնական Ասիա եւ ապա Կասպից ծովը հատելով Ադրբեջանով կգնա եւ այլն, սա բավական ես տարբեր եւ չինական կենտրոնների հետ եմ կապի մեջ բառացիորեն ես վերջերս յանց հետ հանդիպել քննարկել ենք եւ այլն եւ դժվարությունները պրոբլեմատիկան այնքան շատ է, որ սա ավելի շուտ նման է հիշում եք ժամանակին կար տրասեկա կոչվող ծրագիր Եվրամիության առաջ քաշեց, որ տենց է չաշխատեց։ Չենց ահռելի գումարներ ծախսվեց դրա վրա։ Նույնիսկ այս միջին միջանցքը ինքը չաշխատող ծրագիր է, որտեղ հաղթարել սև, ասենք թե Կասպից ծովը բավականին պրոբլեմ է, Կասպից ծովը բավական սաղր ծով է եւ մեծ նավեր այնտեղ չկան, այդ ապրանքները բերել երկաթուղով բարձել նավերը, հետո բերել Բաքվում վերաբարձել նորից երկաթգից, սա թանկացնում է, պլյուս շատ մանրամասներ չեմ ուզում, օրինակ Բաքվի նավանգիստը ինքը փոքր նավանգիստ է, իր տարեկան հզորությունը 15 միլիոն տոննա է։ Համացան համար ասեմ, օրինակ Նավառայսիսկի նավանգստի թողունակությունը 200 միլիոն տոննա է, կամ Ամստերդամին է 250 միլիոն տոննա, էլի որ դուք տարբերությունից գաք։ Այսինքն ինքը շատ պրոբլեմատիկ ուղղություն է, պլյուս երկաթգծերն են տարբեր, օրինակ եվրոպական երկաթգծերը ավելի նեղ են, ռուսական, նախկին սովետական ավելի լայն եւ այլն, այսինքն այնքան խնդիրներ կա, որ այդ միջին միջանցքը ինքը ավելի շատ այնպես մի հատ հեքիաթ է հիշեցնում, քան սա իրականություն։ Ու եւս մի հարց կխնդրեմ մեկնաբանել պարոն Մամերելյան, քանի որ խոսեցինք ներկա իշխանությունների քարոզչության մասին եւ ներկա իշխանությունների խոսափողներից մեկը համարվող տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որը հաճախակի գիտենք ելույթ է ունենում հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում եւ իրեն դիրքարում է որպես ժողովրդավարության կամ չգիտեմ արևմուտքի կողմնակից առաջարկել է ամբախ-զամբախ խոսելու համար ճիպոտահարել եւ ներմուծել այդ պատժամիջոցը Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինչպես սա կմեկնաբանեք։ Մենք գիտեք, սա առանձնապես մեկնաբանելու բան չկա, որ մարդիկ, որոնք առանձնապես բարոյական արժեքներ չունեն եւ միշտ էլ հիմնված է իրենց ամեն ինչի կեղծիքի վրա, իրենք կեղծ մտավորական են, կեղծ ժողովրդավար են, կեղծ արևմտամետ են, երբեմն հենց այդ ամբախ-զամբախ խոսալու ժամանակ շատ ավելի են իրենց իրականում ցույց տանում, քան սեքան։ Այսինքն մենք գործենք բարեազուրկ պիղծ անձնավորության հետ, որին նույնիսկ անդրադառնալ ինձ թվում է, չեմ կարծում, որ ինքը արժե որ իր անունն ինձ տանք այս եթերը։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ միջազգայնագետ Արմեն Մանվելյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։